Ազգային ժողովի մեծարգո խոսնակ, հարգարժան պատգամավորներ, սիրելի աշակերտներ, սիրելի հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետության կառավարության եւ ԳԴՀ-ի կառավարության միջև համագործակցության համաձայնագրի գործընթացի սկիզբը սկսվել է դեռևս 23 թվականին, երբ որ Երևանում տեղի ունեցել Հայաստան-Գերմանիա միջկառավարական հանձնաժողովի համատեղ նիստը, իմիջիայլոց հաջորդ շաբաթ այս նիստի արդեն Բերլինում տեղի կունենա հաջորդ ուրեմն этаպը, երկրորդ этаպը, որտեղ նաև որոշվել է, որ Գերմանիայի բանակցությունների արդյունքում Գերմանիայի Դաշնային Հանրապետության կողմից Հայաստանին կտրամադրվի 84.6 միլիոն դրամ ֆինանսական միջոցներ, որոնց մի մասը գրանտներ են, մյուս մասը վարկային միջոց։ Մասնավորապես 18.6 միլիոն եվրոն դա գրանտային միջոց է եւ 66 միլիոն եվրոն վարկային միջոց, բայց վարկային միջոցներն էլ իրենց հերթին բավականին ցածր տոկոսադրույքով են, օրինակ առաջին փուլով 26 միլիոն եվրո տոկոսադրույքը ընդամենը 0.9%, իսկ երկրորդ փուլով ուրեմն 40 միլիոն եվրոն է արդեն լինելու, որտեղ 0.82% գումարած 6 ամսյա եվրոբորը եւ այս փուլում 3 միլիոն եվրո գրանտային միջոց է լինելու եւ եւս լրացուցիչ 15.6 միլիոն եվրո լրացուցիչ գրանտային միջոցներ կլինեն։ Նշեմ, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի եւ Գերմանիայի վերակառուցման վարկերի բանկի KfW-ի միջև կնքված համաձայնագրի արդյունքում այս ֆինանսական միջոցների վարկային բաղադրիչը կգա կենտրոնական բանկը այս գումարները վարկավորմամբ կտրամադրի առևտրային բանկերին եւ առևտրային բանկերը դրանք ուրեմն կտրամադրեն մեր փոքր եւ միջին ձեռնարկություններին, այսինքն սա մեր ՓՄԶ-ների աջակցության համար վարկային միջոցներ են լինելու, մասնավորապես էներգոարդյունավետ, նրանք էլ ինչ են անելու, էներգոարդյունավետ սարքավորումներ եւ մեքենաների ձեռքբերմանը կֆինանսավորեն, օրինակ եթե գործարարը ուզում է, որ չվճարի պայմանական 3 միլիոն դրամ էլեկտրաէներգիայի համար, այլ 2 միլիոն դրամ կամ 1.5 միլիոն դրամ, որովհետեւ իր ունեցած սարքավորումը ամսական 3 միլիոն դրամի էլեկտրաէներգիա է ծախսում, ժամանակակից օրինակ ճապոնականը կամ չինականը 1.5 միլիոն դրամի, ինքը ուզում է այս սարքը առնի, ինքը արդեն կարող է օգտվել այս վարկային միջոցից, որը բնականաբար ցածր տոկոսադրույքով է բավականին ստացվելու։ Երկրորդը շենքերի ջերմամեկուսացում, պատերի եւ տանիքների բարելավում, այսինքն այս ծրագրի համար էլ կարող ենք օգտագործել։ Երրորդը ջեռուցման, օդորակման, օդափոխության համակարգերի արդիականացում, այնտեղ լուսավորության համակարգ, մասնավորապես էներգախնայող լուծումներ, արտադրական շենքերի ենթակառուցվածքների բարելավում, արևային պանելների տեղադրում եւ ամենակարևորը հաջորդը կուտակիչների վրա է, սա այսինքն եթե 23 թվականին երբ որ այս բանակցությունները սկսվել են, հիմնական շեշտը եղել է արևային պանելները, հիմա մենք այդ շեշտադրումը փոխել ենք եւ հիմնականում դարձել է կուտակիչ, որովհետեւ արևային պանելը այլևս արևային պանելի խնդիրը լուծված է, այսինքն մենք մեր ունեցած արևային պանելները բավականին մեծ հզորություններ ունեն եւ մենք մեր ամբողջ էներգետիկ համակարգը այլևս չի կարող կլանի այդ ամբողջ կարողությունը եւ հիմա մենք շեշտը փոխում ենք դեպի ուրեմն ակումուլյատորների, դեպի կուտակիչների համակարգ, որը ըստ էության հենց այս վարկային միջոցը հնարավորություն է տալու էժան միջոցներ գեներացնել եւ այս ուղղությունը զարգացնել։ Երևի թե այսքանը, մնացածը եթե հարցեր լինեն, բնականաբար մեծ սիրով կպատասխանեմ։ Շնորհակալություն։